Իդեան համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Այսօր լրանում է Մերձավոր Արևելքում բռնկված աղետալի պատերազմի երկրորդ շաբաթը, եւ չնայած որոշ լավատեսական կանխատեսումների դեռևս չի նշмарվում դրա ավարտը։ Երեկ Իրանի հետ կապված մի շարք հայտարարություններ է արել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա հայտարարել է, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ինչ որ ձևով դեռ կենթանի է, չնայած Միացյալ Նահանգների հետ պատերազմի ֆոնին պաշտոնը ստանձնելուց ի վեր հրապարակայնորեն չի երևացել։ Վերջին 4 ամիսների ընթացքում Իրանը հազարավոր հրթիռներ է արձակել Մերձավոր Արևելքի այս բոլոր երկրների վրա։ Նրանք պատրաստվում էին գրավել Մերձավոր Արևելքը։ Միացյալ Արաբական Էմիրությունները, Կատարը, Օմանը, Սաուդյան Արաբիան։ Այս բոլոր երկրները վախենում էին Իրանից եւ հիմա այլևս չեն վախենում, բայց նրանք պատճառ ունեին վախենալու։ Մենք հաղթեցինք նրանց Իրանին այնպես, ինչպես ոչ մի այլ երկիր չէր կարող, եւ նրանք դեռ ունեն ուժի որոշ մնացորդներ։ Վախենալու բան չկա, նրանք նավատորմ չունեն եւ մենք խորտակել ենք նրանց բոլոր նավերը, ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում։ Բացի այդ, այսօր Միացյալ Նահանգների նախագահը իր Truth Social սոցիալական մեդիա հարթակում արված գրառման մեջ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ամբողջությամբ ոչնչացնում է Իրանի ահաբեկչական ռեժիմը ռազմական, տնտեսապես եւ այլ ձևերով։ Իրանի նավատորմը ոչնչացված է, նրանց օդուժը վերացվել է, նրանց հրթիռները, անօդաչու թռչող սարքերը եւ մնացած ամեն ինչ ոչնչացվում է, իսկ նրանց առաջնորդները ջնջվում են երկրի երեսից, գրել է Թրամփը, ապա հավելել. Մենք ունենք անզուգական կրակային հզորություն, անսահմանափակ մթերք եւ առատ ժամանակ տեսեք թե ինչ է կատարվում այս խելագար սրիկաների հետ այսօր նրանք 47 տարի շարունակ սպանել են անմեղ մարդկանց ամբողջ աշխարհում եւ հիմա ես որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ ոչնչացնում եմ նրանց ինչ պատիվ է դա անելը նա նաեւ հայտարարել է որ այն ինչ ամերիկյան զինվորականները ներկայումս անում են Իրանի դեմ պետք է արվեր 47 տարվա ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադրումից ի վեր բայց Միացյալ Նահանգների նախկին ղեկավարները որոշեցին դա չանել Միևնույն ժամանակ երեկ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների 13-րդ օրը Իսլամական Հանրապետության նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին առաջին անգամ ուղերձով դիմել է ժողովրդին։ Նա բարձր է գնահատել Իրանի զինված ուժերի ջանքերը հայրենիքը պաշտպանելու գործում եւ խոստացել վրեժ լուծել բոլոր զոհերի, հատկապես Մինաբի դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհված 170 երեխայի համար։ Խամենեին նշել է, որ Պարսից սոցիալ-արաբական երկրների ուղղությամբ հարձակումները կշարունակվեն։ Նրա խոսքով տարածաշրջանում ամերիկյան ռազմակայանները կթիրախավորվեն։ Մոջթաբա Խամենեին նաև հայտարարել է, որ Իրանը պետք է շարունակի օգտագործել Հորմուզի նեղուցի փակման լծակները։ Երկրի նոր գերագույն առաջնորդի խոսքով Իրանը փոխհատուցում կպահանջի հարվածների հետևանքով հասցված վնասի համար։ Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել էր լուրերը, որ Խամենեին վիրավորվել է։ Միևնույն ժամանակ Արևմտյան մամուլում շարունակվում են քննարկումները, թե որտեղ է գտնվում Իրանի նոր գերագույն առաջնորդը եւ ինչ վիճակում է նա։ The Sun պարբերականը հաղորդում է, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ավիահարվածից հետո անդամահատել են նրա 1 կամ 2 ոտքերը եւ նա կոմայի մեջ է գտնվում։ Հրապարակման աղբյուրների համաձայն Խամենեին լուրջ վնասվածքներ է ստացել, բայց այդ թվում լյարդի կամ ստամոքսի հնարավոր պատրվածք ունի։ Daily Mail-ը նույնպես նշում է, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին երեկ չի հայտնվել հեռուստատեսությամբ եւ նրա ելույթը կարդացել է հաղորդավարը։ Սա կարող է վկայել այն մասին, որ Մոջթաբան այնքան ծանր վիճակում է, որ նա նույնիսկ չի կարողանում ձայնագրել ելույթը։ Այս ամենի հետ մեկտեղ շարունակվում է Միացյալ Նահանգներ-Իսրայել տանդեմի կողմից Իրանի դեմ հարվածները։ Երեկ հայտնի է դարձել, որ ամերիկյան ուժերը հարձակվել են իրանական նավի վրա, որը մոտեցել էր Աբրահամ Լինքոլն ավիակիրին։ Այս մասին հաղորդում է CBS-ը հողմանելով երկու աղբյուրի։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկատվությունը հեռուստաալիքին։ Իրանն իր հերթին հայտնում է, որ հարվածել եւ մասամբ շարքից անել է ամերիկյան Աբրահամ Լինքոլն ավիակիրը, որից հետո այն ուղղություն է վերցրել դեպի Միացյալ Նահանգներ։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի Խաթամ Ալ-Անբիա կենտրոնական շտաբի ներկայացուցիչը։ Եվ այս պահին առաջինի տաղավարում զրուցելու եմ իրանագետ Տիգրան Դավուդյանի հետ։ Պարոն Դավուդյան, բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։
Բարև ձեզ, ողջունում եմ ձեզ եւ բոլոր հեռուստադիտողներին։ Եվ այսպես անդրադառնանք արդեն իսկ 2 շաբաթ ուրեմն շարունակվող կատաղի պատերազմին, մեկ օր առաջ օրինակ Թրամփը հայտարարում էր, որ արդեն այդ պատերազմը ավարտվել է իրենց լիակատար հաղթանակով եւ այլն։ Հիմա մենք տեսնում ենք գործողությունները, կրակահերթը շարունակվում է, ձեր գնահատմամբ ինչ իրավիճակ է եւ որքանով է ուրեմն այն մոտենում մեծ հաշվով հանգուցալուծման, թե վաղ է առհասարակ դրա մասին այս պահին խոսելը։ Այո, դեռ հանգուցալուծման մասին խոսելը վաղ է։ Հիմա եթե մենք անգամ ընդունենք, որ պարոն Թրամփի ասած խոսքերը մի քիչ առաջ որ դուք մեջ բերեցիք, բոլորն էլ ճիշտ լինեն, այդ դեպքում 2 կարևոր հարց է առաջանում։ Նախ, եթե պարոն Թրամփը ճիշտ է, բայց դեպքում ոնց է Իրանի Իսլամական Հանրապետությունը էլի այդքան դիմադրում եւ էլի հրթիռ արձակում, էլի անօթաչու սարք արձակում եւ էլի Հորմուզ ջրանցքում խնդիրներ ստեղծում ամերիկյան ուժերի համար։ Եվ երկրորդը, հիմա աշխարհում գնալով ճնշում ավելի շատանում է, որ Միացյալ Նահանգները ինչ գործ ունի, որ մեկ ուրիշ երկրի վրա հարձակում է կատարում, քանի որ ինչպես անցյալ անգամ էլ ձեզ հետ քննարկել ենք, կարելի է մի այլ պետության իշխանությունների դեմ պատժիչ գործողություն կատարել միայն Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի որոշումով, որի դեպքում նման որոշում չկա եւ հիմա մենք նկատում ենք, որ թե հենց Միացյալ Նահանգների ներսում, հատկապես դեմոկրատները, եւ թե մի շարք այլ պետություններ, եւ թե ուրեմն մարդու իրավունքների պաշտպաններ, տարբեր կազմակերպություններ դատապարտում են Միացյալ Նահանգների միջամտությունը եւ ռազմական գործողությունը Իրանի դեմ։ Պարոն Դավության, Իրանի ռազմական հնարավորությունները ձեր գնահատմամբ որքանով են կարողացել ուրեմն գործի դրվել եւ որքանով են իրականում այդ ամենի արդյունքում տուժել իսրայելա-ամերիկյան ուրեմն տեխնիկան, զրահամեքենան, կկարողանա Իրանը երկար դիմադրություն ցույց տալ այս դեպքում Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին։ Միացյալ Նահանգները անընդհատ իր հաջողությունների մասին է խոսում, տեսնում ենք Իրանը իր հաջողությունների մասին է խոսում, մասնավորապես օրինակ շարքից անելու Աբրահամ Լինկոլնի շարքից անելու այդ հայտարարությունը հիմա առհասարակ որքանով է տուժել Իրանի, այսպես ասած, ռազմատեխնիկան այս հարվածներից եւ դեռ ինչքան կարող է դիմադրել այս հարվածներին։ Մենք պետք է ընդունենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության ծովուժը ահավոր կերպով տուժել է, առանց էլ Իրանը մեծ թվով ինքնաթիռներ, ռմբակոծիչներ չուներ, բայց օդուժն էլ շատ է տուժել եւ ուրեմն այս տանդեմը բավական ռմբակոծել է թե հրթիռաշինական գործարանները, թե այն կենտրոնները, որոնք հումք էին արտադրում այդ հրթիռների համար, ու նաեւ մասամբ հրթիռների արձակման կայանքները մեծ մասով կարողացել է ոչնչացնի, բայց Իրանը դեռ ունի հրթիռներ եւ անօթաչու սարքեր, քանի որ մենք նկատում ենք, որ թեկուզ քանակը պակսեցրել է, բայց էլի ամեն օր թե հրթիռներ է արձակում դեպի Իսրայել եւ թե ցավոք սրտի հարևան երկրների վրա, արաբական երկրների վրա, որոնք մեծ մասը չեն արդարացվում եւ թե Իրանի ներսում, թե դրսում բավական քննադատում են, որ հասկացանք Իրանը կռվում է Իսրայելի եւ Միացյալ Նահանգների դեմ, բայց մոտ 14 հարևան երկրների վրա հրթիռ կամ անօթաչու սարք արձակելը չի արդարացվում։ Տեսեք, ձեր գնահատմամբ այսքան հետևելով իրադարձությունների ընթացքին, զարգացումներին, առաջիկա շաբաթների ընթացքում ինչ հիմնական սցենարներով կարող է զարգանալ այս պատերազմը։ Հիմա տեսեք, Իսրայելի եւ Միացյալ Նահանգների այն սցենարը, որ մենք այնքան կռմբակոծենք
տարբեր պետական կենտրոններ, որպեսզի իսլամական հանրապետություն ծունգի կա, հետո քաղաքացիները դուրս գան ցույցերի եւ կարողանան իշխանությունը վերցնեն։ Դա միջև այսօր, որ 14-րդ օրն է, չիրագործվեց։ Հիմա ճիշտ մեկ շաբաթ հետո իրանական ամանորն է։ Խոսվում է, որ կարող է հրադադար հայտարարվի ամանորի կապակցությամբ։ Ես կարծում եմ մենք նորությունների վկա կլինենք մոտ 3 շաբաթ հետո, բայց հիմա դեռ ընձեսպես կշարունակվի եւ Իրանը թեկուզ սահմանափակ, բայց նորից կդիմադրի։ Տեսեք, Արևմտյան մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե Խամենեին ծանր վիրավորվել է, որքանով կարող են ազդել իշխանության լեգիտիմության վրա եւ հաշվի առնելով այն, որ Խամենեիի հայտարարությունը ուղերձը ոչ թե հենց Խամենեին է ներկայացնում, այլ հաղորդավարը, այստեղ իսկապես խոսքը գնում է այսպես լուրջ վիրավորման մասին, ձեր գնահատմամբ այսքան ուսումնասիրել եւ նախորդ մեր զրույցում էլ դուք ուրեմն այս տեսակետը հայտնեցիք, որ Խամենեին թեև նշանակումը եղել է, բայց իր դեմքով հանդես չի գալիս, ու սա արդեն մի շարք կասկածներ է առաջացնում։ Այո, երրորդ առաջնորդը եւ այս վիրավորված է։ լեգիտիմության որոշակի խնդիրը կարող է բերել ուրեմն ներքին ճգնաժամի եւ հենց ներսում իշխանական, այսպես ասած, համակարգը ճաքեր տա։ Առաջնորդը վիրավորված է, դրա մեջ կասկած չկա, հատկապես որ Իրանի դեսպանը Կիպրոսում ինքը միջազգային մամուլի հետ հարցազրույցի ժամանակ ինքը եւս հաստատել է։ Հետո մենք երբ որ նայում ենք, ուրեմն պարոն Խամենեին, հայր Խամենեին զոհվել է։ Կինը զոհվել է։ Այս նոր առաջնորդի կինը զոհվել է։ Թորնիկներից մեկը զոհվել է, այսինքն բնական է, որ ինքն էլ այդտեղ է եղել եւ ծանր վիրավորվել է, քանի որ իր առաջին պատգամն էլ միայն գրավոր, ինչպես դուք ասացիք, հաղորդավարն է ընթերցել։ Բայց ես կարծում եմ Իրանը շատ ճիշտ քայլ կատարեց։ Դուք նայեք 28 փետրվարին, որ հայր Խամենեին զոհվեց, 2-3 օր արդեն երկվությունը նկատելի էր երկրում։ Պարոն Փեզեշկյան, որպես նախագահ ուրիշ բան էր ասում, մյուս թևի ներկայացիչներ ավելի ծայրահեղական խոսքեր էին ասում, եւ Իրանը շատ արագ կերպով առաջնորդ ընտրեց, թեկուզ վիրավոր մեկին ընտրեց, որպեսզի կարողանա այդ միասնականությունը պահպանի։ Իսկ ձեր կարծիքով որն է ամենահավանական սցենարը, պարոն Դավության, որ ասենք հնարավոր է առաջիկա շաբաթներին կյանքի կոչվի, այսպես արագ ռազմական ճնշմամբ Իրանի թուլացում, թե երկարատև մաշեցնող պատերազմ ամբողջ տարածաշրջանում, որովհետև մենք գիտենք հիմա արդեն այս պատերազմը ընդգրկել է ամբողջ տարածաշրջանը, Մերձավոր Արևելքն է խառնված այս ամենին։ Այո, տեսեք, ռազմական վերլուծաբանները այն կարծիքին են, որ Միացյալ Նահանգները առանց ցամաքային ուժերի ներկայությամբ չեն կարող Իրանի Իսլամական Հանրապետության ծունգի բերեն։ Բայց մյուս կողմից Թրամփը միշտ որպես խաղաղարար է հանդես եկել եւ ասել է, ես երբեք ամերիկացի զինվորի կյանք չեմ վտանգի, ես զինվորին չեմ գործուղի։ Դրա համար իբր թե Ամերիկան բացառում է ցամաքային զորք ուղարկելը։ Մի ժամանակ խոսվում էր, որ կարող են Իրանին նեղեն նաև էթնիկ խմբավորումների միջոցով, քուրդերի միջոցով եւ այլն, որ դա եւս բացառվեց։ Այնպես որ ես կարծում եմ, որ դեռ այս թնջուկը երկար կտևի, հետո Իրանը տեսեք ինչ քայլերի է դիմում։ Իրանը հատուկ է այդ արաբական երկրներին ռմբակոծում, որովհետև իր նպատակը է, որ նրանց միջոցով ճնշում բանեցնի Միացյալ Նահանգների վրա։ Իրանը ռմբահարում է Բահրեյնը, Քաթարը, Սաուդական Արաբիան, Իրաքը, Քուվեյթը, դրանց այն հույսով, որ նրանք ճնշում բանեցնեն Միացյալ Նահանգների վրա, որպեսզի Միացյալ Նահանգները գնա դեպի հրադադարի, գնա դեպի խաղաղության։ Պարոն Դավթյան, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Իրանի ռազմական կարողությունները գրեթե ոչնչացված են։ Ձեր գնահատմամբ արդյոք սա իրական ռազմական պատկերն է, դուք ասացիք, որ Իրանը դեռ ունի այդ ներուժը դիմադրելու, այնուամենայնիվ
թե սա ավելի շատ տեղեկատվական այդ հիբրիդային պատերազմի գործիք է, որը կիրառում է տվյալ դեպքում Թրամփը։ Ես ասացի, որ իրականություն է, դա հենց երևույթներն էլ, որ մենք նայում ենք, նկատում ենք, որ դա իրականություն է, բայց դա բավական չի, որ իշխանություններին ծունգի բերել։ Դրա համար հիմա Իսրայելի եւ Միացյալ Նահանգների միջև նաեւ վեճ կա, որ արդյոք ռազմական անվտանգային այդ կենտրոնները ռմբահարելուց հետո հիմա անցնեն արդյունաբերական տնտեսական կենտրոնների ռմբահարման, թե չանցնեն, որովհետեւ վերլուծաբանների կարծիքով ասենք բենզինի պակասը երկրում, էլեկտրաուսանքի խնդիրը, մթերքի պակասը, դրանք կարող են իսլամական պետության ծունգի բերեն, բայց միայն ռազմական հենակներ ռմբակոծելով դու չես կարող նրանց ծունգի բերես։ Իսկ այդտեղ էլ շատ վտանգավոր բան որ կա, որտեղ Իրանը ասում է, որ եթե դուք անցնեք արդյունաբերական, ենթակառուցվածքային, տնտեսական կենտրոնների հարվածման, նույնը մենք կանենք, որովհետև մի դեպք մենք ունեցանք, որ գիտեք Պարսկաստան մի բանկ կա, որը բանակի բանկն է, այսինքն ամբողջ զինվորականները այդ բանկից են աշխատավարձ ստանում, եւ Իսրայելը այդ կենտրոններից, բանկերից մեկը ռմբահարեց։ Իրանը ասած շարունակվելու դեպքում իրենք էլ Բահրեյնի, Էմիրաթի, Քաթարի տնտեսական կենտրոնները, բանկային կենտրոնները կռմբակոծեն եւ դա շատ վտանգավոր խնդիր կստեղծվի, ավելի տագնապ կտարածվի նաեւ ֆինանսական աշխարհում։ Կարծում եք ամեն դեպքում պատերազմը կձգձգվի եւ ավելի շատ Իրանին մաշեցնելու ճանապարհը կընտրվի։ Այո, մաշեցնելու ճանապարհով կլինի։ Հիմա ես առիթից օգտվելով նաեւ ես ուզում եմ շատ բարձր գնահատեմ մեր Հայաստանի ժողովրդի կեցվածքը։ Ես իսկապես հիացած եմ ում հետ որ խոսում եմ, իրենք շատ բարձր գիտակցությամբ զգում են Հայաստան-Իրան հարաբերությունների կարևորությունը, զգում են մեր հարավային հարևանի տարածքային ամբողջականության եւ անկախության պահպանման անհրաժեշտությունը եւ մեծ մասով էլ դատապարտում են իսրայելա-ամերիկյան այդ հարձակումը։ Շատերի համար հասկանալի չի, որ դու հերու տեղից ինչու պիտի գաս մի երկիր ռմբակոծես։ Նաեւ ես նկատում եմ, որ արդեն առաջին ծիծեռնակներ իրանցիների Երևանում նկատելի են, արդեն իրանական պետհամարանիշով մենք ավտոներ ենք տեսնում, քանի որ ամեն տարի մարտ ամսին դուք հիշում եք, որ իրանական նոր տարին է եւ մեծ թվով իրանցիներ գալիս են։ Այս տարի էլ արդեն Մեղրիից մեծ թվով եկել են, դե գիտենք ինքնաթիռ չի աշխատում, միայն Մեղրիից են գալիս եւ ես նկատում եմ, որ մեր ժողովուրդը շատ լավ է վերաբերվում են իրանցիներին։ Պետությունը որքանով է պատրաստ, եթե այդ հոսքը մեծանա, բոլորին, այսպես ասած, ընդունելու, տեղավորելու, գիտեք, արդեն 3 Անվտանգության խորհրդի նիստ է գումարվել եւ իշխանության տարբեր ներկայացուցիչներ մեր տաղավարում նշում են, որ իրենք պատրաստ են ցանկացած սցենարի, ձեր ուսումնասիրություններն ինչ են ցույց տալիս։ Տեսեք, մենք այն անգամ էլ ցեզ հետ քննարկեցինք, որ դեռ քաղաքացիական պատերազմ չկա։ Եթե քաղաքացիական պատերազմ չկա, այսինքն մենք գաղթականների խնդիր չունենք։ Մենք եթե հիմա դուք Մեղրի ռեպորտաժները վստահ եմ ուշադիր նայել եք, այդ ընտանիքներ որ գալիս են, հիմնականում նաև բարվոք վիճակ ունեն։ Իրենց հետ էլ որ հարցազրույց եք արել դուք կամ մյուս հերոսակայանները, իրենք ասում են, որ մենք ժամանակավոր կերպով եկել ենք այս լավ հարևան երկիրը, ուզում ենք այս քանի օր այստեղ լինենք, մինչև տեսնենք մեր երկրի վիճակը ինչ կլինի։ Մասամբ մեզ ընտրում են որպես միջնորդ երկիր, որ այստեղից կարողանան իրենք հասնեն եվրոպական ուրիշ երկրներ, քանի որ Իրանից թռիչքներ չկա։ Դուք նկատեցիք նաև իրանցիներ, որ գալիս են, ես տեսա նաև իրենց շունիկին էլ իրենց հետ բերել էին։ Այսինքն դա ինքն էլ մի փաստ է, որ մենք այդ գաղթականների խնդիր չենք ունենա։ Իրենք ի վիճակի մեկերն են, այստեղ բնակարան են վարձում, հյուրանոց են վարձում։ Ես իրանցի գիտեմ, որ Հայաստանում բնակարան ունի, ոչ հայ, եւ այստեղ բնակարան ունի։ Տարին քանի անգամ էլ գալիս է Հայաստան
հանգստանում, այնպես որ նորմալ է։ Մենք տեսանք նաև այսօր, որ Թուրքիայում ԱՄՆ ռազմաբազայի մոտակայքում հրթիռ է վնասազերծվել եւ վերջին շաբաթներին ականատես եղանք որոշակի Իրան-Ադրբեջան հարաբերությունների, այսպես ասած, վատթարացման, հետո դրանք ուրեմն նորից լավարկվեցին եւ հիմա նույնիսկ Ադրբեջանը մարդասիրական օգնություն ուղարկեց Իրանի Իսլամական Հանրապետություն։ Թուրքիայից հնչող մտահոգիչ հայտարարություններ են նաև լինում։ Ինչ վտանգներ եք տեսնում այդ երկրների հետ Իրանի հարաբերությունների սրման դեպքում եւ Հայաստանը դրանց որ չափով է պատրաստ, որքանով եք հավանական Իրանը որպես ճնշման լծակ է օգտվում, անգամներ հայտարարել է, որ հարգելի Բահրեյն, հարգելի Քուվեյթ, հարգելի Իրաք, հարգելի Թուրքիա, հարգելի Ադրբեջան, ամերիկյան, իսրայելական բազաները փակեք ձեզ մոտ։ Հիմա Թուրքիայում էլ մենք գիտենք, որ ինջիրլիքը գոյություն ունի, ՆԱՏՕ-ի ամենամեծ ուրեմն բազաներից մեկն է։ Այդ 3 անգամ, որ դուք ասում եք հրթիռակոծել են, թիրախ եղել է ինջիրլիքը։ Ադրբեջանի մասին էլ դուք լավ հիշում եք, որ հստակ իրանցիները հայտարարեցին, որ Ադրբեջանը պետք է Իսրայելին տեղ չտա, ընթացք չտա։ Մենք ոչ մի խնդիր չունենք, որտեղ Հայաստանում մենք արևմտյան բազաներ չունենք, ամերիկյան, իսրայելական բազաներ չունենք, մենք միայն թրիպի խնդիր ունեինք, որ Իրանում մասամբ վերապահություն կար թրիպի հանդեպ, այդ էլ որ հենց երեկ մեր վարչապետ արդեն ասաց, որ երևի այս հարցերի պատճառով մի քիչ կառուցումը հետաձգվի։ Լավ, պարոն Դավության, փաստորեն Հայաստանի որդեգրած քաղաքական կուրսը ուրեմն նույն Իրանի հետ հարաբերություններում այս փուլում դուք դրական եք գնահատում։ Հայաստանը պիտի լինի ամեն ինչը դրական է, նորմալ է Հայաստանի դիրքը։ Միայն ես զարմացած եմ, որ երբ որ Հայաստանը 28 փետրվարին առաջնորդի մահվանից քանի ժամ հետո անվտանգության խորհրդի նիստ գումարվեց, այդ ժամանակ ցավակցություն չհայտնեցին պարոն Խամենեիի զոհվելու կապակցությամբ 24 ժամ հետո հայտնեցին, ես այդ մասը լավ չհասկացա, թե չէ մնացյալը լրիվ ես ընդունում եմ։ Հետևենք իրադարձությունների զարգացմանը, շնորհակալ եմ զրույցի համար։ Առաջինի տաղավարում զրուցում է իրանագետ Տիգրան Դավությանի հետ, կարճատև դադար է մեր եթերում։